Զատկի տոնի կապակցությամբ Կրեմլի հայտարարած հրադադարի ֆոնին Կիևը կոչ է արել Մոսկվային համաձայնել ավելի երկարաժամկետ զինադադարի։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հաստատել է հայելային կդադարեցնեն ռազմական գործողությունները, սակայն համոզված են, որ երկարաժամկետ հրադադարը կարող է ճանապարհ հարթել իրական դիվանագիտության համար վերջ տալու պատերազմին։ Կրեմլից արձագանքել են ռուսական կողմը դադարեցնելու է կրակը միայն ապրիլի 11-ից 12-ը։ Բազմիցս ասել ենք, մենք ոչ թե զինադադար ենք ուզում, այլ երկարատև կայուն խաղաղություն հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։ Ըստ Դմիտրի Պեսկովի պատերազմը կարող է ավարտվել հենց այսօր, եթե Վոլոդիմիր Զելենսկին համապատասխան որոշում կայացնի։ Ավելի վաղ Մոսկվայից հայտարարել էին, որ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս գան Դոնբասի նույնիսկ այն տարածքներից, որոնք դեռ Ուկրաինայի վերահսկողության տակ են։ Վոլոդիմիր Զելենսկին անիրատեսական է որակում նման հեռանկարը։ Նա նաև հայտարարել է, որ մինչև աշուն Ուկրաինային դժվար շրջան է սպասում, հնարավոր է ճնշման ուժեղացում ռազմաճակատում եւ դիվանագիտության դաշտում։ Նախագահը մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը հնարավոր է ինչ-որ պահի դուրս գա բանակցային գործընթացից, եթե հասկանա, որ կարգավորման հասնել չի հաջողվում։ ԱՄՆ Իրան հնարավոր բանակցություններին ընդառաջ Թեհրանից կրկնել են հանդիպում չի կայանա, եթե Իսրայելը շարունակի Լիբանանին ուղղված հարվածները։ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ դա հրադադարի գործարքի անբաժանելի մասն է, թեև Վաշինգտոնից նշում են, որ նման խոստում չեն տվել։ Էսմայիլ Բաղայեին հավելել է, քննարկվում է հնարավոր բանակցություններն Իսլամաբադում անցկացնելու հնարավորությունը։ Լիբանանում ռազմական գործողությունները շարունակվում են։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։ Ցահալը վճռական է ոչնչացնելու Հեզբոլլահին։ Զուգահեռ Իսրայելի վարչապետը հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Բեյրութի հետ։ Ի պատասխան ուղիղ բանակցություններ վարելու բազմաթիվ խնդրանքներին հանձնարարել եմ նախարարների կաբինետին հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Կենտրոնանալու ենք Հեզբոլլահի զինաթափման եւ Իսրայել-Լիբանան հարաբերությունների կարգավորման վրա։ Իսրայելը նաև ողջունում է Լիբանանի վարչապետի կոչը Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ մանրամասնել է Նեթանյահուն։ Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ երկխոսությունն իրականացվելու է դիվանագետների մակարդակով։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը վերջին 10 տարում առաջին անգամ ընդունել է Թայվանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Չեն Լիվենին։ Մամուլը պատմական է որակել այդ հանդիպումը։ Անկախ նրանից, թե ինչպես է փոխվում միջազգային իրավիճակը, Թայվանի նեղուցի երկու կողմում գտնվող հայրենակիցների մերձեցման միտումը չի փոխվի, հանդիպման ընթացքում ընդգծել է Սին։ Չեն Լիվենն էլ հույս է հայտնել, որ Թայվանի նեղուցը ապագայում այլևս հավանական հակամարտության օջախ չի լինի, նաև կբացառվի արտաքին միջամտությունը։ Ավելի վաղ Բլումբերգը գրել էր, որ Թայվանի ընդդիմադիր կուսակցության պատվիրակությունը Չինաստան այցելելու հրավեր է ստացել ԱՄՆ սենատորների կղզի կատարած այցի ֆոնին, որը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր, կոչ անելով ամերիկյան կողմին հավատարիմ մնալ մեկ Չինաստանի սկզբունքին։ Թայվանը Չինաստանից անկախություն է հռչակել 1949 թվականին, սակայն Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մասը, չբացառելով, որ անհրաժեշտության դեպքում կվերադարձնեն կղզին ռազմական ուժի միջոցով։ Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում հրապարակում է արել, կոչ անելով հունգարացիներին ապրիլի 12-ի խորհրդարանի ընտրությունում քվեարկել գործող վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցության օգտին։ ԱՄՆ նախագահը Հունգարիայի վարչապետին անվանել է ուժեղ եւ հզոր առաջնորդ, որը պայքարում է իր ժողովրդի եւ տնտեսության համար, ստեղծում է աշխատատեղեր, կանխում անօրինական ներգաղթը։ Թրամփն Օրբանին համեմատել է իր հետ։ Իմ օրոք ԱՄՆ-Հունգարիա հարաբերությունները հասել են նոր բարձունքների, հպարտ եմ կրկին աջակցել Օրբանին ընտրություններում, ինչպես դա արել եմ 22 թվականին, գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Առաջիկա ընտրությունում հաղթանակի հիմնական հավակնորդներն են գործող վարչապետ Վիկտոր Օրբանը, Ֆիդես կուսակցությամբ եւ ընդդիմադիր Տիսա-կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որն ունի Եվրոպամետ դիրքորոշում։ Օրբանի կառավարության եւ Եվրամիության հարաբերությունները լարվել են հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, որում Բուդապեշտը զբաղեցրել է ռուսամետ դիրքորոշում։ Դիանա Գասպարյան, լուրեր։